Տոտենհեմի անեծքը ջախջախված է, Կևին Դե Բրույնեն լացառատ հրաժեշտ եղավ, Կլոպը չի գլխավորի Ռոման, Էնդրիկը բաց կթողնի աշխարհի առաջնությունը եւ ինչու Ռոնալդուն ներողություն խնդրեց։ Ողջույն։ Ֆուտբոլային համով պատառներին տեր լինելու համար կոչ եմ անում բաժանորդագրվել ու լայքախեղտ անել մեզ, համ էլ դիտումը ամբողջական կստացվի։ Ասեք, կանեք։ Տոտենհեմի գլխավոր մարզիչն էլ ասեց ու արեց։ Ճիշտ է, իր կարգախոսը մի քիչ ուրիշ ձև է հնչում։ Սովորաբար իմ աշխատանքի երկրորդ տարում ես տիտղոս եմ նվաճում։ Ասել եմ կանեմ, հավերժ լուրջ այս մարդուն վերջապես ստացվեց խնդացնել։ Նույն շոուի ժամանակ միկրոֆոնի մոտ եկավ Ջեյմս Մեդիսոնը։ Կեղծ ասած ինտերվյու չէի ուզում տալ, բայց քանի որ Ռոյ Քինը այդտեղ է մեծ սիրով։ Ով չգիտի, ասեմ, Ռոյ Քինը Մանչեսթեր Յունայթեդի լեգենդներից է ու ակնհայտ է, որ նրա թախծոտ հայացքից Ջեյմսը կայֆ էր ստանում։ Իդեպ այնտեղ էր նաև Ջեյմի Կարագերը, ով էլ իր հերթին Լիվերպուլի լեգենդներից է ու ինքն էլ էր կայֆ ստանում։ Բայց լավ, եկեք երկու բառ խաղից խոսենք։ Եվրոպա լիգայի եզրափակչում հանդիպել էին Անգլիայի ամենաթույլ թիմերից երկուսը։ Պարադոքս է, բայց օբյեկտիվ, որովհետև նրանց միակ հույսը հենց այս մրցաշարն էր, որը ամորիմը պարտվեց։ Ես անձամբ ավելի թեժ խաղ էի սպասում, բայց այնպես էլ չի, որ քնած էին։ Ուղղակի խոտանը շատ էր, ոնց որ խոպանչիներ խաղալուց լինեին։ Ասֆալտ փռողներն ընդդեմ մալյարչիների։ Ամեն դեպքում Յունայթեդի թիվ 1 խոպանչի Օնանան հերթական գլուխգործոցը գործեց եւ Սոնին պարգևեց այս էմոցիաները։ Շնորհավոր ախպեր, դու արժանի ես լավագույնին, դու Տոտենհեմի լեգենդն ես։ Այո, ինձ կարելի է համարել այս ակումբի լեգենդը, բայց մենակ այսօր։ Ինչպես միշտ համեստության տիպար է այս տղեն, բայց հեչ համեստ չէին Տոտենհեմի երկրպագուները, որոնք հավաքվել էին հարազատ ստադիոնում ու այսպիսի պայթյուն եղավ, երբ հաջողությունը եղավ։ So, yeah, I see you all on Sunday. Let's see bigger smile than today. Do you know what? I'm interested to see how the fans. Իսկ նրանք, ովքեր ժամանել էին Բիլբաո, ճնշում էին մրցակցին։ Յունայթեդին չօգնեց անգամ Պատրիս Էվրայի կոչը, որը շատ հարգելի պատճառով ներկա չէր խաղին։ Ես կոչ եմ անում Յունայթեդի ֆուտբոլիստների խաղալ գերբի համար, տրվել մինչև վերջ, ընկնել դաշտում։ Ցավոք, ես չեմ կարող լինել ստադիոնում, բայց հոգով ձեզ հետ եմ։ Ես անկեղծ շնորհավորում եմ Տոտենհեմին, որովհետև այս թիմը արժանի էր այս տիտղոսին։ Իսկ հակառակ ճամբարում ըմբոստություն է բարձրանում։ Ամբողջ մրցաշարում թիմին հետևիցս տարա, իսկ եզրափակչում ընդամենը 20 րոպե եմ խաղում։ Էս ինչ ձև է, չեմ ջոգում։ Փաստորեն էս Գառնաչոն գառան մորթով գայլ է, ատամա ցույց տալիս։ Ոնց որ ամորիմին չեն հեռացնում։ Ստացվում է, որ Գառնաչոն լավ վիճակում չի լինելու, ավելի լավ է հեռանա։ Հատկապես, որ թիմի ավակ Բրունո Ֆերնանդեշը մեզ մոտ անկեղծանալուց նրան էլ հիշատակեց։ Այս մեր տղեկը լրիվ ցնդել են։ Ես եզրափակչից առաջ ասացի գնամ առանձին բոլորի հետ խոսեմ, ոգևորեմ, Գառնաչոն Ռոնալդոյի նկարն էր պաչպչում, Մագուայրը իրան էր տփում, թե բա սենց ինձ ավելի եմ կատաղացնում, այն Կազեմիրոն գնացել էր աղջիկների հետ բասեինում կայֆավատ էր ելնում, Այն Օնանան ու Մաունտը աչքերի վիվերկեն էին դզում, այսենց հապշտակված, հապշտապ գնացի ամորիմի մոտ, տեսնեմ սա էլ զանգելա Պոստեկոգլուին համոզում է, որ առանց վռատար խաղան, լրիվ գժանոց ալա։ Քո փոխանցումները կարելի է դնել ազգային պատկերասրահում, որ այցելությունները մի քիչ շատանան։ Կևին Դե Բրույնեն հրաժեշտ տվեց Մանչեսթերին ու Սիթիին, բայց մինչև դա քաղաքայինները հանդիպեցին Բորնմութին եւ հաղթեցին 3-1 հաշվով։ Եկեք վայելենք Մարմուշի գոլն ու շարունակենք։ Դաշտում ուրախ էին,
Իսկ խաղից հետո հրաժեշտ էր տալիս Կևին Դե Բրույնեն։ Մի ամբողջ 10 տարի թիմը ղեկավարելուց հետո ինքնակամ հեռանում է։ Պատկերացնում եք, ինքնակամ։ Ես շնորհակալ եմ բոլորից ինձ իմ լավագույն տարբերակը դարձնելու համար։ Այս տղաները, այս երկրպագուները արժանի են լավագույնին ու նրանք նորից են հաղթելու շատ շուտով։ It's been an absolute honor to play with these guys. I've made so many. Կևինի ներդրումը City-ի հաջողություններում այնքան մեծ է, որ ակումբի ղեկավարությունը որոշել է նրա արձանը կանգնեցնել Etihad-ի առջև։ Մեծ պատիվ է արձան ունենալ այստեղ։ Դա կնշանակի, որ ես միշտ ներկա կլինեմ քաղաքում ու ակումբում։ Ես գիտեմ, որ Կևինը նեղացկոտ տղա չի, դրա համար ցույց կտամ այս դրվագը, որը եղավ հենց Բորմութի հետ խաղում։ I don't think anybody else from Manchester. Մենք հենց նոր իմացանք Պեպի լացելու իրական պատճառը։ Նա լացում ու մտածում էր, թե որտեղից է գտնելու այսքան խելացի բլանդինկա։ Ապեր, հեսա որ մի 2 տարուց թոշակել ստանաս, էլ փողից չես նեղվի, չէ։ Պորտուգալացի լեգենդը Al Nassr-ի հերթական խաղում Էլի պենալ չի խփել։ Herrera, Ronaldo, arriba. Բայց հետո մի հատ էլ խփել է։ El bicho, al arco. Խաղից հետո Ռոնին այնքան ազդված էր իր վրիպումից, որ առանձնահատուկ ներողություն խնդրեց ձեռքով անելով երկրպագուներին, մարդիկ էլ սկսեցին մտածել, թե որոշել է հրաժեշտ տա Al Nassr-ին։ Այ մարդ, հրաժեշտ տա ուր գնա, Փյունիկ թե Գանձասար։ Յուրգեն Կլոպը Հռոմի նոր կայսր չի դառնա Ռոմայի գլխավոր մարզչի պաշտոնում, նա սպասում է, որ Red Bull-ը իրեն թևեր է տալու։ Հայտնի է դարձել, որ Էնդրիկը վնասվածք է ստացել ու չի մասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը, Խավի Ալոնսոն կազմաքանդված։ Տոտենհեմի հաղթանակից հետո Հարի Քեյնը լրջորեն մտածում է Լոնդոն վերադառնալու մասին, որ շնորհավորի տղերքին։ Միլանը հասկանալով, որ դաշտում իրենց մոտ ոչինչ չի ստացվում, որոշեց ներկայացնել նոր մարզահագուստը, որով որսի են գնալու։ Դե ինչ այսքանն էինք պատրաստել այս անգամվա համար։ Հավանեք, եթե հավանել եք լայքերով ու բուտիկներով, իսկ մենք էլի մի քանի օրից կհանդիպենք թարմ նորություններով։ Առայժմ